Ես շատ բան եմ տեսել պատերազմից, մինչև ելը սպասել եմ, հորս սպասում էի, մինչև 100 տարեկանը հորս սպասեցի, անհայտ կորած էր։ 100-ից հետո ասել կենթանի չի լի, փոքր հորեղբորս գերեզմանը Նովորոսիյսկում, գտել էին Սևաստոպոլի համալիրը, որ կառուցեցին, Պուտինն էլ ներկա էր, հորեղբորս անունը գրվել էր այդտեղ ու մեզնից մարդ էին հրավիրել, մեծ եղբայրս վայենի էր, պատպալկովնիկա, գնաց, ելույթ էլ, ձայն էլ տվել էին, ելույթ էր ունեցել, իսկ հայրս Կերչում ա եղել, թե Կերչում դեր մահացել ա, թե ասում են, որ վիրավորված դաշային գոսպիտալ են ուղարկել, չգիտեմ, այդպես, իսկ այն մյուս հորեղբայրս Կալուգայի անտառներում ա եղել, ֆուրգոնով հաց տանելիս ա եղել, որ Զորամասին կերակրեն, մեկը հանդիպել ա գյուղացի, ասել ա հետ դար, գերմանացին գալիս ա հետ դար, ասել ա ոնց հետ դառնամ, Զորամասը հացին ա սպասում, ձիակառքով տանելիս ա եղել, այդպես էլ անհայտացել ա, էլ չգիտենք, երեքը մեր տանիցն են զոհվել, հորեղբոր տղան ա զոհվել, մտածել են, որ այս ընտանիքից 4-ը չկա, ստեղ էլ կառուցենք, և հուշարձանը զոհվածների մեր տան առաջ ա, մեր Շամախյանի տան առաջ են կառուցել։ Նախագիծ եղավ Կրասնոդարի երկրամասի Կալինովսկ ռայոնում կա Ստանիցա Սերգեևսկայա, այդ Սերգեևսկայան ազատագրել էին Կալինովսկի ռայոնից 405-րդ հայկական դիվիզիան, Ստրելկովի դիվիզիան, ու ընդեղի պիոներները, դբրոցի պիոներները նամակ էին գրել Մերստեի կոմսոմոլի ցեկային, կենտկոմին, որ ստեղ մեր ազատագրման համար 160 քանի հոգի հայ զինվորներ են զոհվել։ Մենք ուզում ենք, ճիշտ է, մենք ժամանակավոր է, որ ռուսական բաները կա, չէ, որ թաղում են, հետո ասենց բուրգը վերելնել աստեղ։ Մենք ուզում ենք, որ դրանց մի լավ հուշարձան լինի։ Դուք այդ նախագիծը արեք, մենք մեր կառուցումը կատարենք մեր դբրոցականների, պիոներների ուժերով։ Այդ նամակը մեր Սպանդերան ռայոնի կոմսոմոլի բանում, ռայկոմում տվեցին ինձ այդ նամակը, տվեցի իմ դիրեկտորին, Մար Գրիգորյանին, կարդաց մեկ էր սենց արցունք եկավ իրա, ասեց Ջանան, ոչ մեկը չխառնվի մեր գործերին, մենք կոնկուրս ենք անում ինստիտուտի մեջ, որտեղ մեծ ինստիտուտ էր, 900 հոգի ճարտարապետ ինժեներ բան կային, էլ այդտեղ։ Եկ կոնկուրս արեցինք, կոնկուրս հայտարարեցինք, այդ դրա ժյուրիի մեջ էլ ահա, այս մարդիկն են։ Ես օբյեկտի գլավնի ինժեներն ես դառա, իստե գրել են, տեսնի, мемуарный комплекс построен в 1975 году, проект института Армпромпроект, Армения. Директор института Григорян Марк Владимирович, автор проекта Ваганян Каро, автор идеи Тимченко Михаил Сергеевич. Это Тимченко? Я сакет сустам. Айса Тимченко. Из казака. Это из Папахов, Мапахов. Նախագիծը արեցինք ու նախագիծը սենց էր 4 հատ քարի դրոշակներ հոկտեմբերանի կարմիր տուֆից
եւ ամբողջ այդ պլաշատկեն բազալտ, ամբողջ բազալտ մեր Ստեփանավանի կիրովականի բազալտներ, որտեղի բազալտներ։ Ու sense բան վերևնել ստեղ Էս կազակները եկել են իմ տուննել են եկել էս կազակները։ Հյուրն եկել ձեզ հասկացա։ Հա, որ գալիս են ապայման իզ մոտ էի գալիս։ Այդ կազակները։ Բա, էս կազակներն էին եկել էին մեր տուն։ Ես սրանցից իրանք ամեն տարի 2 տարին մեկ կանչում են ինձ։ Ես այնտեղ պատվավոր քաղաքացի իրանք էլ տես չեն գերել։ Պաչոտնի ժից էլ նաշվեց Ստանիցը Սերգեևսկայան։ Ես որ գնում եմ, ես ներոսում։ Ոչինչ։ Ես վերջանգա որ հրավերել էին գնացի, մեկ էլ ընդեղի թազա գլավա ադմինիստրացիայի նշանակե երիտասարդ, որ եկան այրոպորտ դիմավորեցին բան, ասма, այդ ջայլը ասма, Ռոլանդ Խաչիկովիչ, վիդ для нас լեգենդա։ Լեգենդա երեխենից։ Դե ճիշտ են ասում։ Լեգենդա։ Որ գնում այնտեղ քանի հատ ինձ 6 հատ 3 հաշվում պատին կախածա իմ մեդալները կամ են գնալուց ինձ մեդալ են տալին դեր բան։ Ես խնդրում ստեղ ուշադրություն դարձնեք։ Այս դրոշակ քարի դրոշակների վրա այս կողմերը այս կողմը գրվել էր իրանց Ստանիցայի իրանց զոհվածները իրանց Ստանիցայից մինչև Բերլին ինչքան զոհվել են անունները տե գրեցին հակառակ կողմում մեր զոհվածների անունները գրեցին ամենավերջում իմ հորեղբայրս նայել էր այդ ռայոնի ազգագրման մասնակցել ես էլ սաղին գրեցիք ձերոնցը որ գնացել է մինչև Բերլին Իմ հորեղբայրը ստեղ ազատագրել է ձեր ռայոնն ազատագրել ասա գրենք ասեցին գրեցինք ես էլ այդ դրոշակի մոտ նկարվեցի Պարոն Ջանան, սա ձեր ամենասիրելի նախագիծն է ինչպես հասկացա Որն եք համարում ձեր երկարակեցության գաղտնիքը բանաձևը Երկարացան շարժումը մարզանքը որ չալարեն մարզանք անելուց մարդիկ մարզանքը Օրինակ ես մի 3 ամիս առաջ անալիզները որ տալիս տվել եմ ամեն ինչ նորմալ է մենակ պրոտրոմբիններ պակաս մնացածը նորմալ է այդ եւ բոլորը վերագրում են մարզանքին մարզանքի համար ես կոչ եմ անում խորհուրդ եմ տալիս երիտասարդներին թեկուզ մեծերին էլ ամեն մեկը իր չափով թող մարզանք անի